Գարեգին խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, այս մասին Facebook-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա փաստ է եւ եթե Գարեգին փորձի հերքել անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այդմ համաձայն Հայ առաքելական եկեղեցու կանոնագրքի Գարեգին չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը։ Որպես Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեվոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի արձանագրում եմ։ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ունենա նորընտիր կաթողիկոս, ում բարեվարկությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ, գրել է Նիկոլ Փաշինյանը։